Ռայոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Ռի-Նյուզ լրատվականի գլխավոր թողարկումը տաղավարում է Լուսինե Ղարսայանը, բարի երեկո։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է 5 տարի առաջ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ, այդ օրն առավոտյան 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այս պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։ Երկնային բանակի զինվորների հիշատակին ծաղիկներ խոնարհելու համար Եռաբլուր Պանթեոն են այցելել հանուն հայրենիքի զոհվածների հարազատները, որոնցից շատերն այնտեղ էին դեռ գիշերվանից։ Այցելել են նաև մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, պատգամավորներ, Արցախի Հանրապետության 5-րդ նախագահը։ 5 տարի առաջ այսօր լուսաբացին Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցներին։ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեային մասնակցելու առիթով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ում և տեղադրել իր լուսանկարը, որտեղ ծնկի իջած դրության մեջ է։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, գրել է նա։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայոց նորագույն պատմության ընթացքին մեր ժողովրդի համար ամենածանր հարվածն էր, մեր դեռ արյունահոսող վերքը։ Այդ օրերին ողջայությունը թե հայրենիքում, թե Սփյուռքում ապրում էր աննախադեպ լարվածություն և անորոշություն։ Պատերազմ, որը սկսվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ, հրթիռային հարվածներով, առաջնագծին ու խաղաղ բնակավայրերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և վարձկան ծայրահեղականների ներգրավմամբ։ Մենք հիշում ենք այդ օրերը, որոնք լի էին հերոս տղաների կորստի ցավով, հայրենիքի մի մասի ճակատագրի համար անհանգստությամբ, բայց և հույսով, քանի որ գործի արդար կողմը մենք էինք։ Այսօր փորձել ենք վերհիշել և վերլուծել այդ դժվարին օրերի առանցքային պահերը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:10-ի սահմանում Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, կիրառելով օդային և հրթիռային հարվածներ։ Ադրբեջանական զինուժը Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ սկսեց ռմբակոծել նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի առաջին օրերին ու գրեթե ամբողջ ընթացքում հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունը, որը հիմնականում ներկայացնում էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, կրում էր լավատեսական բնույթ։ Լայնորեն տարածվում էր «հաղթելու ենք» կարգախոսը, ամենօրյա ճեպազրույցներում ներկայացնելով հակառակորդի մեծ կորուստների և հայկական զորքերի հերոսական դիմադրության, նույնիսկ հաջողությունների մասին տեղեկություններ։ Հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել, դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Վստահաբար հաղթելու ենք։ Արցախից մարտակոչով զորացրված տղաներին է դիմում Նիկոլ Փաշինյանը։ Կոչ եմ անում, այս պայծ սկսած, զինվորական հագուստներով, եթե չունեք, ոչինչ, կապահովենք։ Այնտեղ որտեղ ով ունի պատահաբար սաղավարտ, զրահաբաճկոն, որովհետև ասում եմ, սա մոբ ռեսուրսի մեջ չի մտնում և ընդհանրապես նախատեսված էլ չի։ Կամ եթե ուրիշ մարդիկ ունեն, իրենք էլ տակ, այսպես ասած, բաները, բուշլատները, եթե կա սաղավարտները, եթե կա զրահաբաճկոնները, իրենք էլ ուղղակի տանեն, դրանք թողեն։ Կենտրոնական հավաքակայանում։ Հոկտեմբերի սկզբին հայկական կողմը հակահարձակման գործողություն է սկսում ջրականում, որը ձախողվում է, հանգեցնելով հայկական կողմի համար մարդկային և տեխնիկական ծանր կորուստների։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում մեկնարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որոնք տևում են գրեթե 11 ժամ։ Բանակցությունների արդյունքում հայտարարվում է հումանիտար հրադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ Սակայն հրադադարը խախտվում է հաստատումից րոպեներ անց։ Կողմերը միմյանց են մեղադրում պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Հրադադարի ձախողումից հետո մարտական գործողությունները վերսկսվում են նոր թափով։ Ադրբեջանը հայտարարում է Հադրութ քաղաքի գրավման մասին, ինչը հայկական կողմը համառորեն հերքում է մի քանի օր շարունակ, պնդելով, որ քաղաքի համար մարտեր են ընթանում։ 10 օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ հայտարարվում է հումանիտար հրադադար հաստատելու երկրորդ փորձի մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ի կեսգիշերից։ Նախորդի նման այս հրադադարը եւս խախտվում է ուժի մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Մինչ ռազմաճակատում իրավիճակը գնալով վատթարանում էր, դիվանագիտական հարթակում շարունակվում են արյունահեղությունը կանգնեցնելու փորձերը։ Հոկտեմբերի 19-ից 20-ին Վլադիմիր Պուտինը հանդես եկավ առաջարկով դադարեցնել պատերազմը հայկական կողմի որոշակի տարածքային զիջումների դիմաց։ В целом мне удалось убедить президента Алиева в том, что можно прекратить боевые действия, но обязательным условием с его стороны было возвращение беженцев, в том числе в Шуша. Հայաստանի վարչապետը մերժեց առաջարկը։ Օրեր անց նա պարզաբանեց, որ տվյալ փուլում խնդիրը դիվանագիտական լուծում չունի, հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները։ Համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում։ Ակնայից առաջնագից հասնելու կոչ էր անում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, ձեզնից է կախված մեր ազգի ապագան։ Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր հայրենիքի նկատմամբ պարտք։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայտարարվում է հումանիտար հրադադարի հաստատման նոր պայմանավորվածության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ից։ Ռազմաճակատի տարբեր հատվածներում, սակայն ինտենսիվ մարտերը շարունակվում էին։ Ադրբեջանական կողմը շարունակում է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերը։ Հերթական հումանիտար հրադադարը խախտվում է րոպեներ անց։ Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը խոստովանում է ադրբեջանական ուժերի Վարանդայի, այնուհետև Որոտանի եւ հարակից բնակավայրերի գրավման մասին։ Հոկտեմբերի վերջից լայնածավալ գրոհ է սկսվում Շուշիի ուղղությամբ։ Արցախի նախագահը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակից հանդես է գալիս տեսաուղերձով, կոչ անելով համախմբվել եւ պաշտպանել հայկական վերջին բերդաքաղաքը։ Թշնամին գտնում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը 5։ Եվ թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին։ Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք եւ ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը։ Այս օրերին մարտերի հիմնական թատերաբեմը դառնում է Շուշիի Քարինտակ հատվածը։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները շարունակում են պնդել, որ Շուշին անառիկ է եւ բոլոր գրոհները հետ են մղվում։ Սակայն իրականում ադրբեջանական դիվերսիոն խմբերին հաջողվում է մտնել քաղաք եւ մարտեր վարել քաղաքի ներսում։ Շարունակվում է նաեւ Ստեփանակերտի եւ Շուշիի հրթիռակոծությունը։ Իրավիճակը կրիտիկական էր։ Հայկական կողմը պաշտոնապես հայտնում է, որ քաղաքի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Ավելի ուշ Արայիկ Հարությունյանը կխոստովաներ, որ նոյեմբերի 7-ից հայկական կողմն արդեն ամբողջությամբ կորցրել էր վերահսկողությունը Շուշիի նկատմամբ։
Եռակողմ համաձայնագրի նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրում է. «Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է Շուշիի համար»։ Նույն օրը Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է, որ Շուշին ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է. Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Նոյեմբերի 9-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտնում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ։ Մերի Դանիելյան, Open Media։ Ինչ զարգացումներ նախորդեցին 44-օրյա պատերազմին եւ ինչու այն մեզ համար ողբերգական ավարտ ունեցավ։ Ինչն այնպես չէինք արել եւ որ պահերին թույլ տվեցինք, որ բթանա մեր զգոնությունը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում քաղաքագետներն ու վերլուծաբանները արդեն 5 տարի եւ դեռ երկար կհնչեն զանազան մեղադրանքներ ու արդարացումներ։ Անի Հովհաննիսյանն է անդրադարձել պատերազմին նախորդող իրադարձությունների շղթայի կարևոր օղակները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթած պատերազմը շատերի համար անակնկալ էր, բայց ոչ նրանց համար, ովքեր ուշադիր հետևում էին դեպքերի զարգացմանը։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հայտարարություններով, որոնք ըստ ընդդիմախոսների տապալեցին բանակցային գործընթացի տասնամյակների տրամաբանությունը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բաքուն հաջորդ օրը դատապարտել էր այս հայտարարությունը, պնդելով, որ այն սադրիչ բնույթ ունի եւ տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի մեջ։ 2020-ի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմին նախորդեցին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական մարտերը։ Հայկական կողմը 4 զոհ տվեց, իսկ ադրբեջանցիները 12, որոնցում գնդապետ եւ գեներալ։ Հայաստանը մի բարձունք վերադարձրեց։ Փաշինյանը զինվորականներին պարգևատրեց 71 մարտական խաչ շքանշաններով։ Տավուշյան մարտերին զուգահեռ Բաքվում ցույցեր էին «Ազատագրեք Ղարաբաղը» կոչով։ Ցուցարարները գրոհել էին Ադրբեջանի խորհրդարանի շենքը։ 2020-ի ընթացքում արդեն երրորդ անգամ մեկնարկում են թուրք-ադրբեջանական թուրը-արծիվ լայնամասշտաբ զորավարժությունները։ Դրանց ավարտից հետո թուրքական բանակի բազմաթիվ սպաներ եւ զինտեխնիկա մնում են Ադրբեջանում։ 44-օրյայի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պնդում էր, որ 2020-ի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն պատերազմից ուղիղ 1 ամիս առաջ անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է, որ հակաօդային պաշտպանության ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է թույլ եւ որ գործող համակարգը չի բավարարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում։ Հենց այս ժամանակահատվածում ըստ որոշ տեղեկությունների 2019 թվականին իշխանությանը ներկայացվել է առաջարկ պատերազմից խուսափելու համար քննարկել 5 շրջանների վերադարձի հարցը, ինչը սակայն մերժվել է։ Из 7 азербайджанских районов Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով։ 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը իր ընտանիքի հետ մեկնեց արձակուրդ։ Մարիամ, մի րոպե սպասի, ուղիղ եթեր եմ, քեզ ցույց տամ, ոնց ես քշում։ Եթե հանկարծ ուղիղ եթերում ընկնես ձիուց, ինձ թվում է դիտումները կտրուկ կավելանան։ Պատերազմից օրեր առաջ սեպտեմբերի 25-ի սահմանում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ իր քաղաքացիներին եւ աշխատակիցներին խստորեն զգուշացնելով խուսափել շփման գիծ եւ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց անվտանգության սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել սահմանին մոտ գտնվող շրջաններում ճանապարհորդություններից, այդ թվում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսում գտնվող M4 եւ M16 ավտոճանապարհների արևելյան հատվածից մինչեւ Վրաստանի սահմանը Տավուշի մարզում։ Խորհուրդ չի տրվում ուղևորվել Լեռնային Ղարաբաղի շրջան։ Գրեթե միաժամանակ Ադրբեջանում սկսվեց քաղաքացիական բնակչությունից մեքենաների բացահայտ մոբիլիզացիա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որտեղ կրկին խոսեց Թավշյա հեղափոխության եւ Հայաստանում կատարած ժողովրդավարական փոփոխությունների մասին։
This was a major achievement. 2018 թվականի Հայաստանի ոչ բռնի թավշաժողովրդական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի խաղաղ հեղափոխությունը արժանացավ միջազգային հանրության գովեստին եւ ճանաչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ընդգծել է Փաշինյանը, ոչ մի բառ չասելով Արցախին սպասվող այդ պահին արդեն ակնհայտ դարձած վտանգի մասին։ Therefore, I want to invite Ես ուզում եմ հրավիրել իմ ադրբեջանցի գործընկեր նախագահ Իլհամ Ալիևին ընդունելու այն բանաձևը, որը կստեղծի պայմաններ խաղաղ գործընթացում ճեղքման համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, որը պետք է եթեր հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին։ Այդ հարցազրույցը երբեք եթեր չհեռարձակվեց։ Զրույցի անոնսից ընդամենը մի քանի ժամ անց սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ հարձակումը Արցախի ողջ երկայնքով։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Մերձավանի սպանության գործով բացահայտումների մասին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Տեղեկություններ կան, որ բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից իրավապահները փնտրում են գործում ներգրավված այլ անձանց։ Նշվում է, որ ենթադրյալ հանցակիցները 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով եղել են կասկածյալների թվում եւ համարվում են Մերձավանի նախկին համայնքապետ Մեհեր Ախտոյանի թիմակիցները։ Լրագրողների հետ ճեպազրույցում դեպքի քննության մասին պարզաբանումներ է ներկայացրել ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Մերձավանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ լուրեր են տարածվել, որ բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից գործին ներգրաված են նաև այլ անձինք, որոնց իրավապահները փնտրում են։ Նշվում է, որ ենթադրյալ հանցակիցները 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով եղել են կասկածյալների թվում եւ համարվում են Մերձավանի նախկին համայնքապետ Մեհեր Ախտոյանի թիմակիցները։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի խոսքով այս միջադեպը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է, երբ Նարեկ Օհանյանի եղբայրը դանակահարությունից մահացել էր ծեծկրտուքի ժամանակ, որի ակտիվ մասնակիցներից էր Վալոդիա Գրիգորյանի եղբայրը։ Այս վերջին դեպքով սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը Վալոդիա Գրիգորյանը։ Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ մինչ տեղի ունեցածը եղել են հաշվեհարդարի փորձեր, որոնք ոստիկանությունը կանխել էր։ Այնուամենայնիվ այս միջադեպը տեղի ունեցավ, ինչը մտավախություն է ստեղծում, որ չեն բացառվում նաև պատասխան գործողություններ։ Նման դեպքերում հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված եւ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Ես իմ բրիֆինգի սկզբում էլ նշեցի, որ մեր մինչ այս պահը չմեկնաբանելը նաեւ դրա հետ է։ Թեև Նարեկ Սարգսյանը բացառում է որևէ քաղաքական համատեքստ, մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն կասկածյալներն առնչություն ունեն ինչպես իշխանական, այնպես էլ քրեական շրջանակների հետ։ Քննարկվել են գրեթե առաջ քաշված բոլոր վարկածները եւ բացառելով ենք բնականաբար հասել այս պնդմանը։ Կցանկանայի նաև նշել, որ բաժնում ստեղծված օպերատիվ խումբը, որը գլխավորում էր, ինչպես նշեցի, ներքին գործերի նախարարը 24 ժամյա կապի մեջ է եղել համայնքապետի ընտանիքի հետ եւ ցանկացած առաջ քաշված վարկած հնարավոր որևէ մի տեղեկատվություն շատ արագ ճշտվել է եւ պարզաբանվել։ Նարեկ Սարգսյանը հավաստիացնում է, որ ցանկացած ծառայող, որը հնարավորություն ունենալով հանդերձ չի կանխել միջադեպը, անխուսափելիորեն կենթարկվի պատասխանատվության։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։ Հիշեցնեմ, որ Սաուդյան թագավորությունը երկար տարիներ չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և միջպետական հարաբերություններն ակտիվացվել են միայն վերջին տարիներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն հակահունգարական մոլուցքի մեջ, մինչև այդ Ուկրաինայի նախագահն էր Բուդապեշտին հանդիմանել հետախուզական դրոններ ուղարկելու համար։ Նախագահ Զելենսկին խելագարվում է իր հակահունգարական մոլուցքից, նա սկսում է տեսնել այն, ինչ գոյություն չունի, ասել է Հունգարիայի արտգործնախարար Սիարտոն։ Նրան հակադարձել է Ուկրաինայի պաշտոնակիցը Անդրեյ Սիբիգան, մեղադրել է Հունգարիային, Կիևի և Եվրոպայի դեմ գործելու մեջ։ Նրա կարծիքով Բուդապեշտը հանդես է գալիս որպես Կրեմլի սպասավոր։ Մենք սկսում ենք շատ բան տեսնել, Պետեր, այդ թվում ձեր կառավարության կեղծավարությունն ու բարոյական անկումը, գրել է Սիբիգան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրելու խնդրանքը։ Այս հրթիռներն ունեն մինչև 1600 կիլոմետր հեռավորություն, ինչը թույլ կտար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին։ Axios-ը հայտնում է, որ վերջին բանակցություններում սա Կիևի խնդրանքի միակ կետն է եղել, որը Թրամփը մերժել է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ելույթ ունենալով Axios շոուում քննադատել է ՆԱՏՕ-ի արձագանքը Ռուսաստանի կողմից օդային տարածքի ենթադրյալ խախտումներին, այն անվանելով թույլ։ Ես գիտեմ որոշ առաջնորդներ, որոնք չեն վախենում, բայց շատ երկրներ վախենում են։ Նրանք վախենում են և կարծում եմ նրանք ճիշտ են։ Այսօրվա Ռուսաստանը խելագար է։ Նրանք խելագար են, հենց դրանից էլ վախենում են։ Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Ռուսաստանի Դաշնությունն էլ իր հերթին տարբեր ներկայացուցիչների մակարդակով քննադատություններ է հնչեցրել հավաքական արևմուտքի և նրանց գործընկերների հասցեին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անպատասխանատու է անվանել Էստոնիայի օդային տարածքը ռուսական դրոնների հատելու մասին լուրերը և քննադատել առանց էական հիմքերի մեղադրանքներ հնչեցնելը։ Ոչ մի ապացույց, առավել ևս համոզիչ ապացույց չի ներկայացվել։ Եվ իհարկե նման անխոհեմության ֆոնին նման ագրեսիվ հայտարարությունները մեր սահմանների մոտ լարվածության ևս մեկ շատ նշանակալի սրում են։ G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպան ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը կոշտ քննադատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, երբ նա լքել է G20-ի հանդիպումը ելույթից հետո։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչը լքում է իր տեղը, քանի որ չի ցանկանում լսել պատասխանը Ուկրաինայի դեմ իր անօրինական ագրեսիվ պատերազմի վերաբերյալ։ Եկեք պարզ լինենք, սա անհիմն ագրեսիվ պատերազմ է, որը ոչ միայն խայտառակ հարձակում է Ուկրաինայի անվտանգության և կայունության վրա, այլև հարձակում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա, և Ռուսաստանի ներկայացուցչի կողմից պատերազմի պատճառների մասին կեղծ, երևակայական խեղաթյուրումները, ապատեղեկատվությունը և քարոզչությունը ոչ մեկին չեն համոզի։ Ավելի վաղ Լավրովը մեղադրել է Արևմուտքին, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայում ճգնաժամ հրահարելու մեջ։ Նաև հորդորել է տնտեսական համաժողովում քաղաքական թեմաներ չշահարկել։ Միակողմանի տնտեսական պատժամիջոցները, որոնք խստորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, սակագնային պատերազմները և միջազգային առևտրի մասնակիցների ուղղակի շանտաժը մեծապես խախտում են համաշխարհային առևտրի կազմակերպության նորմերը։ Այս ամենը ոչ միայն վնասում է բնակչության առավել խոցելի և անպաշտպան խավերին, այլև ընդհանուր առմամբ լուրջ սպառնալիք է ստեղծում համաշխարհային տնտեսության համար, շուկաների մասնատման և մատակարարման շղթաների խափանումների միջոցով։ Իսկ մինչ այդ ռազմական գործողությունները չեն դադարում։ Ռուսական զորքերը գիշերը 115 անօդաչու սարքեր են արձակել Ուկրաինայի վրա, խոցվել է 97-ը։ Ուկրաինան էլ հաստատել է Ռուսաստանի հարավում գտնվող խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկի Ավիպսկու գործարանի վրա անօդաչու սարքով հարվածը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում գրեթե դատարկ դահլիճում հանդես է եկել կոշտ հայտարարություններով։ Շատ երկրների ներկայացուցիչներ բոյկոտել են նրա ելույթը Գազայում ցեղասպանական գործողությունների համար։ Նեթանյահուն պահանջել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները և անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցներն այդ երկրի դեմ։ Նրա կարծիքով Իսրայելը վերջին 12 օրի ռազմական արշավը ավերիչ վնաս է հասցրել Իրանի միջուկային ծրագրին և ըստ նրա վերացրել է Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգը։ Նեթանյահուն կոչ է արել Լիբանանին ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ որպես նախապայման նշելով Հեզբոլլահ խմբավորման զինաթափումը։
Պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց վարել Արցախի պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և յուրացման զազրելի քաղաքականությունը։ Այս գործընթացը ուղեկցվեց ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացմամբ, այլև պատմության խեղաթյուրմամբ, այդ թվում հայկական եկեղեցիների և մշակութային կառույցների աղվանացման փորձերով։ Իմ գործընկեր Դիանա Կարապետյանը զրուցել է մշակութաբանի հետ վերհանելու այս քաղաքականության խորքային շերտերը։ Զրույցում մասնագետը մանրամասն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է բռնի տեղահանությունն առնչվում մշակութային ցեղասպանության հետ, ընդգծելով, որ հայկական հուշարձանների ոչնչացումը միայն պատմական ժառանգության դեմ հանցագործություն չէ, այլ նաև բռնության և անհանդուրժողականության քարտեզ է, քարոզ է, պատերազմի ռազմավարության մի բաղադրիչ։ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ոչնչացումը ներկայանում է ոչ թե որպես հետպատերազմյան հետևանք, այլ որպես մտածված ու համակարգված ծրագրի ուղղված Արցախի հայկական ինքնության ամբողջական վերացմանը։ Զրույցը Ռեոփնի էջում կլինի մեր այս թողարկումից անմիջապես հետո, իսկ այժմ դիտենք մի հատված։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից մշտապես է թիրախավորվել Արցախի մշակութային ժառանգությունը, վառ ապացույցն էր հենց հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Խազանչեցոց եկեղեցու կրկնակի թիրախավորումը, որը պատերազմի օրենքների և սովորույթների կոպիտ խախտում է, խախտելով համաչափության, ռազմական անհրաժեշտության, նախազգուշության և համամասնության սկզբունքները։ Ինչպես մենք տեսանք, ոչ միայն պաշտպանված չէր մշակութային ժառանգությունը, այլև միջազգային հանրության կողմից Խազանչեցոցի թիրախավորումը գնահատվեց նաև կրոնական ազատության, կրոնական իրավունքի և քրիստոնեության դեմ ուղղված հարված։ Այս կոնտեքստում նաև այս հարվածը հասցվեց ոչ միայն արցախահայությանը, այլև քրիստոնյա ողջ հանրույթին։ Հատկապես ընդգծելով, որ եկեղեցու թիրախավորումից հետո այն վերաձևակերպվեց, խեղաթյուրվեց, ջնջվեցին արձանագրությունները, Քրիստոսի պատկերաքանդակը և այսօր գմբեթը այլակերպված և այլափոխված է և բացի դա նաև խեղաթյուրված է եկեղեցու պատմությունը։ Շարունակելով Արցախին պատուհասած աղետի հետևանքների թեման, շվեցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանը ստեղծել է արցախցի կանանց հիշողությունների ինստալացիան։ Շնորհանդեսին նա հայտարարել է, որ ինստալացիան ձայնն է 120 կանանց, որոնց վկայությունները հիշեցնում են տեղահանված մարդկանց պատմություններն ամբողջ աշխարհում, ընդգծելով արժանապատվության, հիշողության և ազգային պատկանելիության համար համամարտկային պայքարը։ Աննա Հարությունյանի ռեպորտաժը։ Ամսի 20-ն էր, պատերազմի երկրորդ օրը, Ստեփանակերտի ծննդատանն ահավոր վիճակ էր։ Նրանք ասում են պիտի հեռանաք։ Այս ինստալացիան 120 արցախցի կանանց ձայնն է, որ ներկայացնում է նրանց տարհանման ցավն ու դիմացկունությունը։ Սա միայն փաստագրություն չէ, այլ կոչ է պահպանելու հիշողությունը։ Ես իմ ձեռքերով վառեցի մամայիս պատվոգրերը։ Աննա Մեկունցը արցախցի զինվորականների ընտանիքից մեկն է հարյուրավոր կանանցից, որոնց պատմություններով և հիշողություններով Արցախի ճակատագիրն է փոխանցվում ինստալացիայի միջոցով։ Ինստալացիան նվիրված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը։ Վարսի Բուխմաննի խոսքով նախագծի մտահղացումը կար դեռ 2 տարի առաջ։ Պայթյունի օրը այդ ամեն ինչը տեսնելուց հետո զանգեցի Անդրեաս Վեբերին ու ասացի, որ պետք է այս մասին նախագիծ ստեղծվի։ Սկսեցինք աշխատել շատ արագ, ինձ պարզեր, որ սա պետք է լինի ինստալացիա ֆորմատը, որտեղ որ մենք կունենանք մաքսիմալ ազատություն, տարբեր կոնտենտներ համադրելու։ Ինստալացիան բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը ներկայացնում է 17-ից 85 տարեկան կանանց պատմությունները։ Նրանք իրենց լուռ ներկայությամբ միշտ դրոշմում են պատմության մեջ տեղի ունեցած սոսկալի անարդարությունը, հույզերն ու հիշողությունները փոխանցելով հարցազրույցների հատվածներով և ժամանակակից կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի երաժշտությամբ։
Ցուցադրության տարածքը խորհրդանշերով Լաչինի միջանցքը կառուցված է երկար միջանցքի տեսքով, որով անցել են բռնի տեղահանվածները։ Մենք տեղահանությունից հետո գնում էինք, գալիս էինք Հայաստան եւ իրականում շատ անորոշ էր ամեն ինչ, չէինք պատկերացնում ուր ենք գալիս, ինչ ենք անելու, որտեղ ենք ապրելու, ինչով ենք զբաղվելու։ Այդ ճանապարհը, որը կոնկրետ մենք մեր ընտանիքը անցավ 36 ժամվա ընթացքում, շատ նման էր այդ սև լաբիրինտին եւ այդ լույսը, որ հետևից խփում է, կարծես թե այն Արցախի լույսն է, հուշերն են, այն ջերմացնող ամեն ինչն է, որը մեզ պահում էր այդ ընթացքում։ Շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի խոսքով ինստալյացիայի հերոսները ընտրվել են կանայք, որովհետև նրանք ավելի հուզական են։ Կանանց միջոցով, կանանց հիշողությունների ու զգացմունքների միջոցով ես ստացել եմ այդ ճանապարհը դեպի նաև տղամարդկանց զգացմունքներն ու հիշողությունները, որտեղ իրենք պատմում են իրենց եղբայրների, իրենց պապաների, իրենց ամուսինների էմոցիաների մասին նաև։ Սա մի շատ կարևոր պատմություն է, որը որ պետք է ամբողջ աշխարհը լսելի լինի, որովհետև 120,000 մարդ մի ամբողջ կյանք ապրել, մեծացել եւ սիրել է Արցախը, եւ ոչ մեկը 120,000-ից չէր էլ մտածում, մտքի թելով նույնիսկ չէր էլ անցնում, որ կգա մի օր, ու մենք մեր տունը կլքենք, ոչ թե ինքնակամ, այլ ստիպողաբար, որովհետև արդեն թուրքը մտել ու մորթում էր։ 2020-ի պատերազմից հետո մենք սոցիալական ցանցերում տեսնում էինք, ինչպես է նրանք մտնում քրոջը սադուտի տուն։ Ցուցադրության երկրորդ մասում նավթը ներկայացվում է որպես համաշխարհային անտարբերության եւ անարդարությունը խլացնող խորհրդանիշ, համադրվելով Արցախում հայերի թողած մշակութային ժառանգության, վանքերի, եկեղեցիների եւ քրիստոնեական բացառիկ նմուշների հետ։ Կինոռեժիսոր Անդրեաս Վեբերի խոսքով աշխարհում բազմաթիվ ճակատագրեր կան, եւ սա դրանցից մեկն է, որն արժանի ուշադրություն չի ստանում, ուստի կարեւոր էր համարում այս թեմայով ինչ-որ բան անելը։ What makes it interesting for me. Կարծում եմ այս նախագիծն ինձ համար հետաքրքիր է, քանի որ ես շատ բան չգիտեմ Հայաստանի եւ նրա պատմության մասին, սակայն մարդկային բնույթը, ինքնության եւ հիշողությունների ուժը համընդհանուր են։ Այս նախագիծն այնպես է անդրադառնում հիշողություններին, որ ինձ համար դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է նշանակում ընդմիշտ ինչ-որ բան կորցնել։ Ինձ համար մեծ պատիվ եւ առանձնահատուկ փորձ էր աշխատել նման նախագծի վրա։ Այս պրոյեկտը իր ամենագլխավոր նպատակը այդ մոռացության դեմ պայքարն է։ Իսկ նրանք ոնց որ ֆիլմն ասում, նրանք ասում են պիտի հեռանաք, ես էլ կասեմ։ Նրանք անում են ամեն ինչ, որ մենք մոռանանք։ Մի մոռացեք։ Երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք ցույց են տալիս կյանքը, սիրո եւ ավանդությունները սրբության պահպանելու միջավայրը, այցելուին վերադարձնելով անցյալ։ Այս պատմությունը պետք է լսելի լինի միջազգային հարթակում, որովհետև Արցախցին իրավունք ունի լսելի լինելու, թեկուզ ուշացած, թեկուզ այս ձևով, թեկուզ այսքան ցավով, բայց մենք սիրում ենք Արցախը, կապ չունի, որ մենք դուրս ենք եկել։ Արցախի մասին խոսելու ենք այնքան, մինչև որ միջազգային հարթակները հասկանան, որ մենք իրավունք ունենք տուն գնալու, որովհետև Արցախը մեր մեջ է, իսկ մենք Արցախում ենք։ Այս ինստալյացիան ոչ միայն վկայագրում է 2023-ի տեղահանությունը, այլև վերածվում է հավաքական հիշողության պահպանման տարածքի։ Այն հիշեցնում է, որ արցախյան պատմությունը շարունակվում է նաև հայրենիքի կորստից հետո, որպես ինքնության եւ գոյատևման պայքար։ Հանրային ցուցադրությունը կշարունակվի սեպտեմբերի 27-ին եւ 28-ին։ Մենք հենց այն ծառն ենք, որ նորից աճելու ենք։ Աննա Հարությունյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ 44-օրյա պատերազմը թեև մեր պատմության ցավոտ էջերից է, բայց այնտեղ ոսկե տառերով են գրվել հայրենանվիրումի բազմաթիվ դրվագներ։ Շանթ Նավոյանը մեկն է այդ հայրենասերներից, որը հանուն հայրենիքի չխնայեց ամենաթանկը կյանքը։ Ամբողջական ֆիլմը դիտեք երեկոյան Reopen-ի YouTube-յան ալիքում։ Ասի լավ չես զգում քեզ, ինչ-որ բանա պատահել, կարող է լավ չես։ Ասեց չէ, մամ, հոգնած եմ, գնամ քնեմ։ Գնա քնի։ Անօթաչուի ձայնը լսվեց ու ամեն ինչ ավարտվեց այդ օրը։ Հետը խոսալուց ունեց տպավորություն էր, որ ինքը ընդհանրապես պատերազմի դաշտում էլ չի։
Շանթը պատերազմի օրերին գրառումներ է արել։ Ըստ երևույթի, եթե ինքը առաջի էջից գրած լիներ ու հատուկ քննչականում տեսած լինեին գրառումները, հնարավոր է, որ չտային անգամ այդ օրագիրը մեզ։ Պիտի իր կյանքի ընթացքում հասցներ անել այնպիսի մի բան, որի մասին պետք է այսօր խոսվեր, եւ ինքը արել է դա։ Եվ որպես մեր ժողովրդի հարատևության չկոտրվելու վերածննդի խորհրդանիշ ու գրավական։ Հենց այսօր սեպտեմբերի 27-ին ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Արբենի Գրիգորյանի եղբայրը, Կարեն Գրիգորյանը։ Կարենը Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղից էր, 2020 թվականի հուլիսի 12-ին Տավուշյան մարտերում փայլուն կատարելով մարտական առաջադրանքը Պաշտպանության նախարարությունից արժանանում է արիության մեդալի։ Սեպտեմբերի 27-ին մարտական ընկերների և հրամանատարի հետ շտապում է Արցախ, որտեղ էլ զոհվում է թեժ մարտում։ Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս խաղաղ երեկո բոլորիդ։